Հարավային Կալիֆորնիայի համալսարանում արդեն 3-րդ տարին է ապրիլը հռչակում են հայոց պատմության ամիս։ Համալսարանի Հայագիտության ինստիտուտն ու Հայ ուսանողական միությունն ամսվա ընթացքում կազմակերպում են հայոց մշակույթը, պատմությունն ու հայ համայնքը ներկայացնող միջոցառումներ, ներգրավում հայ եւ օտարազգի ուսանողներին։ Համալսարանն ունի 48,000 ուսանող, հազարավոր դասախոսներ։ Տեղակայված է աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկի Լոս Անջելեսի կենտրոնում։ Ակադեմիական այս ընդգրկուն միջավայրում հայոց պատմությունն ու մշակույթը ներկայացնել ըստ ռեկտորի հայերին խորությամբ ճանաչելի դարձնելուն ուղղված կարևոր քայլ է։ Հայ համայնքը, մեր ուսանողները, աշխատակազմը մեր անբաժան մասն են իրենց պատմությամբ եւ իրենց փորձառությամբ ձևավորված ինքնությամբ, եւ մենք ցանկանում ենք ընկալել ամբողջ այդ կոնտեքստը, թե ինչ ներդրում են ունեցել հայերը մեր մեծ ակադեմիական համայնքում, որտեղից է հայկական համայնքը ծագում աշխարհագրորեն եւ պատմականորեն։ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ռեկտորը շեշտում է, որ ակադեմիական քաղաքի շենքերի ու փողոցների վրա շատ կան հայերի անուններ, ինչն ինքնին ըստ նրա վկայում է ոչ միայն համալսարանի, այլև երկրի կյանքում հայերի մեծ ներդրման մասին։ Հայկական սփյուռքի ամենամեծ կենտրոնն է։ Հայերն ահռելի ազդեցություն են ունեցել քաղաքի ու նաև մեր համալսարանի վրա։ Իսկ Հայագիտության ինստիտուտը մեր ակադեմիական առաքելության կարևոր մասն է, կրթելով ոչ միայն հայ ուսանողներին, այլև նրանց, ովքեր չունեն հայկական արմատներ։ Համալսարանի Հայագիտության ինստիտուտն օրերս նշեց հիմնադրման 20-ամյակը։ Ինստիտուտի նպատակն է ուշադրություն հրավիրել ոչ միայն անցյալ ձեռքբերումների, այլև ներկա կյանքի վրա, շեշտը դնելով ժամանակակից հայագիտության վրա։ Երբ որ ես ուսանող էի, այստեղ 10 տարի առաջ չէի պատկերացնում, որ սենց հսկայական միջոցառում կունենայինք հայ մշակույթին նվիրված։ Այս միջոցառումը նշանակում է, որ հայ ուսանողները, հայ սփյուռքը եւ մեր հայ համայնքը Լոս Անջելեսի մեջ կարևոր տեղ ունի մեր համալսարանում։ Շատ մեծ հայ ուսանողների միություն կա եւ նրանք շատ են հետաքրքրված հայ մշակույթով, հայոց պատմությամբ, Հայաստանի Հանրապետությամբ եւ մենք էլ որպես ինստիտուտ ստեղծում ենք այդ ոնց միջանցքը կարելի է ասել, որպեսզի կապենք նրանց հայության հետ։ Համալսարանի Հայ ուսանողական միության կազմում 200 երիտասարդ են ընդգրկված, նրանց հետ միասին այստեղ սովորում, աշխատում եւ հետազոտություններ են անում նաեւ օտարազգի ուսանողներ։ Ես աշխատում եմ Հայագիտության ինստիտուտում, կարծում եմ մշակույթը, արվեստը, անցյալի եւ ապագայի մասին մտածելն այս միջոցառման ամենակարևոր մասն են։ Սա մյուս մշակույթների հետ երկխոսություն ստեղծելու լավ սկիզբ է եւ ինձ համար պատիվ է լինել այս մեծ երկխոսության մասնակից։ Մենք շատ ակտիվ ուսանողական միություն ենք եւ 200 ուսանողներով փորձում ենք ներգրաված լինել համալսարանի կյանքում, նաեւ միջոցառումներ կազմակերպում ոչ միայն հայերին, այլև օտարազգիներին ներկայացնում մեր մշակույթը, արվեստն ու պատմությունը, այդպիսով համալսարանում նկատելի դարձնում հայկական ներկայությունը։ Հայկական միջոցառմանը հայ երիտասարդները ներկայացրին ազգային երաժշտություն, պար, ծրագրել են նաև հայկական թեմաներով դասախոսություն, քննարկում եւ ցուցահանդես։ Սիրով այսօր ցուցադրելու ենք մեր ազգային մի քանի պար, որի խորհուրդը երիտասարդների միջոցով ռոպագանդել մեր ազգայինը, մեր մշակույթը, ողջորված ենք մեր երիտասարդների ներքին այդ տրամադրությամբ, որոնք որտեղ լինեն կարողանում են իրենց հայրենիքի, իրենց մշակույթի մասին հոգ տանել։ Օրերս ապրիլը հայոց պատմության ամիս հռչակվեց Լոս Անջելեսի մարզում։ Մարզի կառավարիչների խորհուրդը հռչակագրում նշել է, որ ապրիլը մեծ կարևորություն ունի հայերի համար որպես հայոց ցեղասպանության տարելիցի ամիս։ Այն նաև կարևոր է հայերի վերապրելու կարողության, տոկունության, ձեռքբերումների եւ ամերիկյան հասարակության կյանքում նրանց ներդրման մասին խոսելու իմաստով, նշել են Լոս Անջելեսի մարզի կառավարիչները։ Լիլիթ Ցեթրակյան, Գարեգին Վարդանյան, Լուրեր, Միացյալ Նահանգներ։